Բարև ձեզ։ Այսօր գիտեք ում վրա եմ զարմանում։ Այն մարդկանց, ովքեր մեքենայի պատուհանները բացած, ինչ-որ դկցկը, ռաբիզ կամ սենց լալա հարաճ երկ միացրած, երթևեկում են Երևանի փողոցներ։ Նախ սա խոսում եմ նման վարորդներին դիմում, սա խոսում է այն մասին, որ դուք չեք հարգում ուրիշների անձնական տարածքը, ուրիշների հանգիստ ապրելու իրավունքը, թքած ունեք մարդկանց, մյուս մարդկանց վրա։ Երկրորդը, սա խոսում է ձեր ծայրահեղ ցածր մակարդակի մասին եւ ձեր լսած երաժշտությունը եւ այն ձևը, ոնց որ դուք եք լսում, հա, բարձր, ես իմ քանի դեցիբել։ Բայց մեկ այլ ավելի կարևոր ու հետաքրքիր ֆակտորել կա այս բառակայում։ Մի քիչ գիտականով, հա, ձեզ բացատրեմ, ոնց որ վիտամին կլուբի Եկատերինա կասեր, նաուչնի բացատրեմ։ Ուրեմն մարդու ուղեղը աշխատում է էլեկտրական հոսանքով։ Այդ հոսանքը մենք կարողանում ենք գրանցել էլեկտրոենցեֆալոգրաֆիայի միջոցով եւ կարողանում են մարդու գլխուղեղի վրա դրսից ազդել հոսանքներով։ Դրանք էլեկտրամագնիսական ալիքներ են։ Նույն ձայնային ալիքը էլեկտրոմագնիսական ալիք է։ Այն որ աշտարակներ կան 5G, չգիտեմ քանի G, դրանք բոլորը նույնպես էլեկտրոմագնիսական ալիքներով են աշխատում, տարբեր հաճախականության։ Այսպիսով ձայնային ալիքը էլեկտրոմագնիսական ալիք է։ Երբ որ մարդ խոսում է հանգիստ ձայնով, մարդիկ կան, չէ, հանգիստ ձայնով խոսում են եւ խաղաղեցնում են, հանգստացնում են, օրինակ օրորոցային երգը էլի հանգիստ տոնայնությամբ, չէ, գոռալով օրորոցային երգում ոչ մեկ։ Հանգստացնում է երեխայի ուղեղը, կամ կան երաժշտություններ, հատկապես դասական երաժշտությունը, հանգստացնում է երեխայի ուղեղը, հանգստացնում է մարդուն։ Որովհետև ազդում է հանգստացնող ձևով մարդու ուղեղի էլեկտրական ակտիվության վրա։ Բարձր, ինչ-որ ռիթմիկ երաժշտությունը կամ ձեր սիրելի ռաբիսը հակառակը գրգռումը ակտիվացնում, որոշ դեպքերում նաև հաճույք է պատճառում այլ լսողին։ Հիմա ստացվում է, այստեղ ասեմ, օրինակ եկեղեցական երաժշտության, հա, առանձնահատկություն, եկեղեցական երաժշտությունն էլ հատկապես երգողների համար շատ հանգստացնող ազդեցություն ունի։ Իհարկե, այստեղ միայն այդ էլեկտրամագնիսական ազդեցություն չի, այնտեղ նաև շնչառության հետ է կապված այս ամեն ինչը, բայց չեմ խորանա, այդքան դժվար հասկանաք բարձր ձայնով երաժշտություն լսող մեքենայի վարորդներ։ Ուրեմն այդ ձեր լսած երաժշտությունը փաստացի բերում է ձեզ բավարարվածություն, գրգռում է ձեզ, հաճույք է պատճառում։ Եվ այստեղից մենք կողքից դիտողներս հասկանում ենք, որ դուք հաճույքի այլ աղբյուր չունեք, բավարարման այլ աղբյուր չունեք, եւ ձեզ մնում է միայն այդպես դկցկ անելով, գերբարձր ձայներով հասնել ինչ բավարարվածության։ Իրականում օքեյ է, եթե դուք այլ ձևով ձեզ չեք կարող բավարարեք, այլ ձևով չեք կարող հաճույք ստանալ, լավ, ոչինչ, դե հիմա դուք եք մարդ, հա, մեղքս գալիս եք։
Բայց մյուս կողմից ես զարմանում եմ ձեզ վրա, որ դուք ձեր չբավարարված լինելու ֆակտորը դարձնում եք հարային սեփականություն։ Հարությանը աղաղակում եք, որ այ մարդ, ես չբավարարված եմ, ինձ խնդրում եմ ներող եղեք, պետք է երաժշտությունը բարձր ես լսեմ, որպեսզի կարողանամ ինչ-որ ձևով իմ գլխուղեղի ու մանի պահանջները բավարարել։ Նաև զարմանում եմ ոստիկանության այն աշխատակիցների վրա, ովքեր օրենքի վրա աչք են փակում, հատկապես ուշ ժամերին, նման երթևեկություն անողներին, օրինակ Չիրոմուշկայում, ուշ ժամի մեկ էլ հերթապահեց, մեկ էլ լսում ես ինչ-որ մեկը արի քեզ սիրեմ, ինչ-որ սենց երաժշտություն ա լսում, ես իմ ինչ բարձրության վրա, պատուհանները բացած, որ մնացածը տեղյակ լինեն իր անբավարարված լինելու մասին, ու ոստիկանության որևէ աշխատող չի գնում սրանց ականջը բռնի ոլորի, ասի տղա ջան, այս ժամին քնած մարդիկ կան, այս ժամին անգամ շտապօգնության մեքենան սիրենա չի միացնում, որովհետև ճնշում ունեցող մարդիկ կան, քնած նորածին երեխեք կան։ Մարդկա գործից գնացել ա տուն, 2 րոպե աչքը կպսում ա կամ հազիվ գլխացավով քնել ա, հիմա դու արթնացնում ես, այդ մարդը տանջվում ա։ Մարդկա ուռուցքունի ցավերի մեջ տառապում ա, այդ քո լկտի ձայներից էլ ավելի ա վատանում։ Չէ, ոստիկանության աշխատողները թքած ունեն այդ հիվանդ մարդկանց վրա, այդ նորածինների վրա, որ աչք են կպցրել իրանց համար կարևոր է, որ մեր անուշ աղբերները, ովքեր չբավարարված են այս կյանքից տարբեր ձևերով չեն կարում բավարարվել, իրանց ուղեղը ու իրանց մարմինը բավարարվի այդ բարձր երաժշտության ելևէջներից։ Ես բան չեմ կարա ասեմ, ես այդ մեր անուշ աղբերներին չեմ կարա ասեմ դուք երաժշտություն մի լսեք, ուղղակի մենք կողքից որ նայում ենք, հասկանում ենք դուք ինչ լուրջ խնդիրներ ունեք, ինչ լուրջ խնդիրներ ունեք, մենք ձեզ խղճում ենք ու անկեղծորեն զարմանում ձեր այդքան անկեղծ բոլորիս ձեր խնդիրները պատմելու մասով։